Հայոց ցեղասպանության հուշահամալիրում շին տեխնիկայի ձայնը չի լռում, դրան զուգահեռ չի դադարում նաև քննարկումը։ Արդյոք աշխատանքները կատարվում են մասնագիտական չափանիշներին համապատասխան։ Նախորդին Արթուր Թարխանյան կենտրոնը հայտարարություն էր տարածել, որ Հայաստանի ճարտարապետների պալատի 172 անդամ խոր մտահոգություն է հայտնում հուշարձանի վերականգնման ընթացքի վերաբերյալ։ Կարծում են, աշխատանքները կատարվում են ճարտարապետաինժեներական սխալ լուծումներով, պահանջում են դադարեցնել վերանորոգումը, ստեղծելով մասնագիտական նոր խումբ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. մեջբերում եմ, անհրաժեշտ է պատվիրել հուշարձանի վերականգնման նոր նախագիծ, որը կներառի լուծումներ արդեն իսկ վնասված 3 մույթերի վերականգնման ուղղությամբ եւ առանձին նախագիծ պահպանված պատմական 9 մույթերի համար։ Ռադիոլուրի հետ զրույցում ճարտարապետների պալատի հիմնադիր նախագահ Մկրտիչ Մինասյանն ասում է, որ թյուրըմբռնում կա։ Նրա խոսքով ճարտարապետների անունից արված հայտարարությունը սխալմամբ վերագրվել է Հայաստանի ճարտարապետների պալատին։ Թարխանյան Անահիտի կողմից արված հայտարարությունը պալատի անունից, դա ես չգիտեմ ինչպես ասել, որովհետև որևիցե մեկը պալատի կողմից, եթե նույնիսկ խորհրդի անդամ է, հայտարարություն անելու իրավունք չունի բացի նախագահից կամ խորհրդի անդամների ընդհանուր հավանություն։ Այդ հարցերը քննարկվելու են միայն մասնագիտական հարցերի շուրջը մասնագետների հետ միասին։ Հանրայնացնել այս խնդիրը կնշանակի ընդհանրապես ապակողնորոշել հանրությանը եւ ընդհանրապես ելք չգտնել այդ բանից։ Մինասյանի խոսքով շինարարական աշխատանքների առաջին փուլում եղել են թերացումներ, բայց դրանք արդեն ուղղվել են։ Շինարարների մեղքով, թե չգիտեմ ում մեղքով կամ առանձին մարդկանց մեղքով շատ վատ էր գնացել, բայց հիմա դրանք տեղում ուղղվել են, ամեն օր նայում են, թե ինչ աշխատանքներ են տարվում։ Պալատը հետևողական է լինելու այս խնդրում, որովհետև այս խնդիրը ինչ-որ շատ մեծ ջուր է վերցնում։ Եվ մենք անպայման հսկելու ենք միայն եւ միայն շինարարության կազմակերպման տեխնոլոգիաները պահպանելու եւ վերջին հաշվով այդ հուշարձանը անթերի կատարելու իր վերանորոգման խնդիրները։ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը վստահեցնում է, կանաչապատման փուլն ավարտված է, գործում է ինքնաշխատ ոռոգման համակարգը, իսկ այս փուլում կատարվում են 3 մույթերի վերականգնման աշխատանքներ։ Ավարտել են կանաչապատման աշխատանքները, արդեն տեսնում եք, որ խոտը նույնիսկ աճել է եւ արդեն այստեղ ունենք ոռոգման ցանց, որը ինքնուրույն ավտոմատ ձևով աշխատում է, օրական 2 անգամ ջրում է տարածքը եւ արդեն ունենք այս գեղեցիկ տեսարանը։ Վարչական շենքի տանիքի հետ կապված աշխատանքները գրեթե ավարտվել են։ Հիմա արդեն սալիկապատման աշխատանքները պետք է անեն, այդ ջրամեկուսացման շերտերը արդեն անցկացվել են եւ այստեղ նույնպես շուտով կավարտենք։ Պալատի հայտարարության համաձայն որոշվել է շարունակել վերականգնման գործընթացը միայն արդեն մասնակի քանդված 3 մույթերի հատվածում, զուգահեռաբար շարունակելով մասնագիտական քննարկումները հուշարձանի ամբողջական վերականգնման ինժեներական լուծումների եւ մեթոդաբանության շուրջ։ Տեսնում եմ ինչ հոգացությամբ է աշխատանքը կատարվում, 100%-ով վստահում եմ ճարտարապետական թիմին, որը նշում եմ հեղինակներից մեկն է հուշահամալիրի եւ դա իմ համար վստահության ամենամեծ գրավականն է։ Ունենք վերահսկող նաեւ կազմակերպություն, ունենք նախարարության վերահսկողությունը, նրանց մասնագետները նույնպես պարբերաբար այցելում են եւ կարծում եմ այս բոլորը մեզ հիմք են տալիս վստահ լինելու, որ ամեն ինչ արվում է պատշաճ ձևով եւ շուտով կունենանք լավ արդյունք։ Ոչ մեկը չի ուզում, որ այդ հուշարձանը վնասվի։ Այդ մեր բոլորիս հուշարձանն է, ոնց որ ասում են։ Բերել սևեր եւ սպիտակներ սարքել շատ կարճամիտ բան է դա։ Մի ամբողջ շինարարական համակարգի ցանկությունն է, որպեսզի դա լավ ավարտի, վերջանա։ Հուշահամալիրի տարածքը չի փակվելու այցելուների համար, անվտանգության նկատառումներով սահմանափակվելու է միայն 3 մույթերի շրջակայքը։ Ըստ ծրագրի քանդված 3 մույթերի վերականգնումը կավարտվի մինչև հաջորդ տարվա ապրիլի 24-ը, իսկ հիմնական աշխատանքները կշարունակվեն ցեղասպանության հիշատակի միջոցառումներից հետո։ Եվ այս պահին այս փուլի համար մնացել են 3 մույթերի աշխատանքները, այս պահին ուրեմն այդ սրսկման աշխատանքներ են կատարվում, այսինքն սրսկում
ծածկում են ներսը մույթերի, որպեսզի այսպես դատարկ տեղեր, որոնք այս ընթացքում առաջացել են, որտեղ որ ջուր է հավաքվել, դրանք լցվեն, ամրանան, որից հետո կքսվի հատուկ նյութ, որը որ արդեն Հայաստանում է, բերվել է, որոշվել է մասնագետների կողմից եւ միաժամանակ այդ 3 մույթերի տակ, որ պետք է անցկացվի դրենաժային համակարգ, այդտեղի փորման աշխատանքներն են կատարվում, որպեսզի այդ ջրամեկուսացման նյութը քսելուն զուգահեռ նաեւ դրենաժային համակարգի անցկացման աշխատանքները կատարվեն։ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի եւ Թանգարան ինստիտուտի հիմնանորոգման ու բարեկարգման համար կառավարությունը հատկացրել է 743 միլիոն դրամ։ Հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարն է վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, որը հուշահամալիրի նախագծի համահեղինակներից մեկն է։ Արմինե Գևորգյան, Գագիկ Սիմոնյան, Սամվել Գալստյան, Ռադիոլուր։